Всё նորմալ է, տեսքս կարծում եմ։ Վերջապես ես որոշեցի YouTube-յան ֆորմատով վիդեո նկարել ու կարելի է ասել, սա իմ առաջին վիդեոն է այս ֆորմատով ու անգամ չգիտեմ էլ թե ինչից պետքա սկսեմ ու ինչով ավարտեմ, ինչով զարգացնեմ։ Բայց եթե սպասեի իդեալական սցենարի կամ իդեալական պահի, երևի թե երբեք այս ֆորմատով վիդեո չնկարեի, նենց որ սկսում ենք։ Այսօրվա մեր հերոսը Tom Ford-ի Tuscan Leather-ն է, մի քանի հետաքրքիր ինֆորմացիա կասեմ իր մասին կասեմ թե երբ եմ ծանոթացել, ինչ պայմաններում, ոնց ու ինչն է եղել պատճառը, որ ես իրան այդքան սիրել եմ ու մինչև հիմա ու կանցնենք արդեն կոմպոզիցիային։ Պետք է նշեմ, որ ինքը Privat Blend կոլեկցիայի առաջին բույրերից է եղել ու մինչ օրս սիրված է մարդկանց կողմից։ Եկեք միասին բացենք ու մի քանի հետաքրքիր ինֆորմացիա էլ կասեմ իր մասին։ Drake-ի հետ կապված է արդեն։ Վերջապես ես իրեն ունեցա։ Ու 50 էլ չէ, 100 միլ։ Ինչ կարամ ասեմ իր մասին։ Ամենասիրուն, ամենահարուստ, ամենակոպիտ, բայց միևնույն ժամանակ ինչ-որ սենց հետաքրքիր քաղցրություն ու նրբություն ունեցող կաշին է, որը ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում։ Շատ սիրուն կաշիներ են եղել, մեկը հենց իր էլի այս կոլեկցիայից է, եթե չեմ սխալվում, Fucking Fabulous-ը, Memo-ի Irish Leather-ն եմ շատ սիրում, չնայած նրան, որ նա մի քիչ ավելի թարմ ու ավելի կանաչ խոտային երանգներ ունի, բայց այս կաշին դաժե ուզում եմ մի 5 տարի, մի 10 տարի էլ մեծանամ, որ իրան արդեն լիարժեք օգտագործեմ, որտեվ մի տեսակ մտածում եմ, որ դեռ այդքան հասուն չեմ, որ ինքը իմ վրա շատ սիրուն նստի, նենց ոնց մի 40, լավ, 35 պլյուսի ժամանակ կնստի արդեն իմ վրա։ Այս կոմպոզիցիայի հետ առաջին անգամ ծանոթացել եմ ուսանողական տարիներին ու շատ հետաքրքիր պատմություն է կապում ինձ իր հետ, որովհետև այն ժամանակ, երբ դեռ ռոլտն էինք միայն ուտում ու կամ ինչ-որ դրսում ինչ-որ միտեղ hot dog, ու ֆինանսը դրան էր հերիքում այդ ուսանողական սոված տարիներին։ Ես միշտ տուն բարձրանալուց հիշում եմ, այդ ժամանակ Ավանում էի ապրում, սա ուղղակի մի փոքր պատմություն, թե ոնց եմ ես իր հետ ծանոթացել առաջին անգամ։ Այդ ժամանակ ես Ավանում էի ապրում, հիշում եմ, ով Երևան է ապրել, ով թեկուզ մինչև հիմա Երևան է ապրում, կհիշի 58 համարը, այդ փոքր ավտոբուսները, որ իրանց հետևի մուտքից որ մտնում էիր, այդ նախավերջին նստարանը ինքը սենց ակի վրա է ու սենց պետքա կծկվեիր, որովհետև ոտերդ կպնում էր այդ ակի այդ երկաթին ու սենց կծկված էիր գնում։ Ես հիշում եմ տուն բարձրանալիս միշտ մտնում էի կենտրոնի խանութներից մեկը, այս տարբերակը ցանում էի ձեռքիս ու պրոսպեկտից այսպես ձեռս գրկած մոտ մի ժամ կոմիտասով, քանակերով, տոլիզեյթունով, չեմ հիշում արդեն, այդ երկար ճանապարհը գնում հասնում էի մինչև Ավան, այս բույրը գրկած, որովհետև այն ժամանակ ես մտածում էի, լավ, այդ ինչ պետքա կատարվի իմ կյանքում, ինչ մի հատ հրաշք պետքա կատարվի կամ այդ ինչով պետքա ես տարիներ հետո զբաղվեմ, որ ես ունենամ այդ ֆինանսը, որ օգտագործեմ 200 պլյուս հազարանոց օծանելիք։ Ինքը իմիջիայլոց 100 միլը 200,000-ից ավել է, եթե չեմ սխալվում, մեր շուկայի գների մասին է խոսքը։ Ես այդ տիպի սիրահարված եմ եղել, չնայած մենակ ինքը չի, որ տես ցանում էի ու այդ ամբողջ ճանապարհը իր հետ գնում էի տուն, բայց դրանց մասին այլ վիդեոներում կխոսեմ, քանի որ սա քիչ թե շատ ծավալուն վիդեո կստացվի։ Ինչևէ, իմ ծանոթությունը եղել է իր այդ սենց շատ, գիտեք, շատ օծանելիքներ կան, որ սեր առաջին հայացքից չի լինում, օրինակ Ganymede ինձ համար
Ganymede ինձ համար մի քիչ անհասկանալի հոտ էր, ես միանգամից հիշեցի Ganymede, օրինակ բերեմ ու անցնեմ էլի սրան։ Ganymede ինքը ես երկար ժամանակ ինձ պահանջվեց, որ ես մտերմանամ իր հետ ու սիրեմ իրան, բայց ինքը իմ առաջին հայացքից սերն է, որ ես ուղղակի իր անունը հարցրեցի, ինքը ասեց Tascan Leder, ես միանգամից սիրահարվեցի ու մինչ օրս ես ինքը իմ անբաժանելի մասնիկն է, իր հետ շատ մեծ հուշեր կան ու ինքը իրոք արժանի է ունենալ իր տեղը օծանելիքների աշխարհում ու կմնա։ Հիմա մի քանի փաստ իր մասին ու արդեն կանցնենք իր բուն կոմպոզիցիային, շլեյֆին, կայունությանը եւ այլն։ Նախ առաջին փաստը հայտնի рэպեր Drake-ը, ում վստահ եմ բոլորդ գիտեք, լավ բոլորը չէ, մոտ 80%-ը ճանաչում եք, իր պատվին, սենց ասած, երգ ունի, հենց Tascan Leder-ը կոչվում, ալբոմը չեմ կարող հիշեմ, բայց նման երգ ունի ինքը մոտ 6 րոպեանոց, կարող եք նույնիսկ փնտրել YouTube-ում ու լսել, ինքը այնքան տպավորված էր այս բույրով, այս բույրին երգ ա նվիրել, սենց ասած։ Երկրորդ փաստը այնա, որ ինքը կաշվային բույրերի մեջ որպես այդպիսին ռևոլյուցիոն ա եղել ու իրանից հետո շատ նիշային բրենդներ իրենց պարտքն են համարել ունենան նման օծանելիք։ Հիմա մի քանիսը կհիշեմ, կա Montalից տարբերակ, սա 2007 թվի թողարկում է, Montalին է, եթե չեմ սխալվում, 2012-ին իրանք նմանատիպ կոմպոզիցիա ստեղծեցին, Pierre Montal-ը, արաբականների մասին չեմ ուզում խոսամ, շատ նման կոմպոզիցիաներ կան, Parfums de Marly, Godolphin տարբերակն է, էլի մոտ մի 2-3 տարի հետո թողարկվել, էլի գրեթե իր նման է, մոտ 90%-ով նմանություն ունի, Boys 1920 բրենդից կա նման տարբերակ, մի խոսքով նիշային շատ բրենդներ կրկնօրինակել են ու մեկնաբանելով, որ սա մեր մեկնաբանությունն է այս կաշվային կոմպոզիցիային, բայց բոլորի մոտ էլ գրեթե նույն կոմպոզիցիան է, կաշի, զամշա եւ այդ հետաքրքիր քաղցրությունն էլ տալիս է մալինան։ Բոլորի մոտ էլ տենց է, այդ Boys 1920-ի մոտ, Parfums de Marly, Godolphin-ի մոտ, բոլորի մոտ էլ գրեթե նույն կոմպոզիցիան է, ուղղակի բրենդը, որպեսզի արդարացնի իր աշխատանքները, իրենք ասում են, որ գիտեք, մենք մեր մեկնաբանություն ունենք այս կաշվային բույրի մեջ, մի ingredient այլ են անում ու ստացվում է լրիվ այլ բույր, բայց 90%-ով նման ոգեշնչված Tascan Leder-ով։ Ինչպես արդեն նշեցի, իր կոմպոզիցիայի սրտում մալինայի ingredient-ը կա, բայց այդ գիտեք ինքը քաղցր չի դարձնում կոմպոզիցիան, ինքը ավելի կանացի չի դարձնում կոմպոզիցիան ու ավելի նուրբ չի դարձնում կոմպոզիցիան։ Ինքը ինչքան էլ որ այդ թույլ նամյոկը կա իր քաղցրության, ինքը ամեն դեպքում շատ կոպիտ, բրուտալ կաշվային բույր է, որը սենց ասոցացվում է թանկարժեք ավտոմեքենայի կաշվե սալոնի այդ նոր դեռ չօգտագործված սալոնի բույրի հետ, տենց է ինքը ասոցացվում, բրենդը տենց է ասոցացնում։ Ես օրինակ իրանք օգտագործեմ ավելի շատ երեկոյան ժամերին, քանի որ ինքը չափից դուրս թանկարժեք կոմպոզիցիա է, չափից դուրս ինքը թանկարժեք հնչողություն ունի, որպեսզի իրան առավոտները կամ առօրյա գործերի ժամանակ օգտագործենք, ինքը հենց ստեղծված է երեկոյան առիթների կամ ժամադրությունների կամ զբոսանքների lounge bar կամ մնացածը արդեն դուք կարող եք ձեր մեջ արդեն պատկերացնել, որտեղ կարող եք օգտագործել իրան, բայց ես ավելի շատ կօգտագործեի իրան երեկոյան ժամերին ու մի հատ էլ կարծիք կասեմ, բայց սա ավելի շատ իմ հետ է կապված, շատ խիստ սուբյեկտիվ է, ես իրան ավելի շատ սիրում եմ ցուրտ եղանակներին, աշուն ձմեռ, քանի որ ամռանը ես, քանի որ մինչև ականջներից ծերս սիրահարված եմ Amouage բրենդին, ես ամառային երեկոներին Amouage-ներ եմ ցանում, իրան ես թողնում եմ ավելի ցուրտ եղանակներին ու երեկոյան ժամերին, ինչպես արդեն նշեցի, ժամադրություններ կամ զբոսանք։ Ամենակարևորը քիչ էր մնում մոռանայի, ինքը անպայման պարտադրում է առանց
սպորտային հագուստների։ Ինքը պարտադրում է սենց հետաքրքիր ինչ-որ զամշե լոֆերներ, ինչ-որ բեժևի կտորի տաբատ, ու եթե աշուն է, սենց ինչ-որ տրենչկոտ կամ ինչ-որ վերարկու հետաքրքիր, այդ ժամանակ արդեն կոմպլիմենտները անխուսափելի կլինեն կանանց կողմից պարտադիր։ Այս տարբերակի նման էլի բույր կա նույն բրենդից, մի քիչ ավելի ցածր գնային սեգմենտում, դա Tom Ford-ի Ombre Leather-ն է, ինքը բայց դասական տարբերակը, ոչ պարֆում, ոչ Eau de Ombre Leather, այդ երկու տարբերակների մասին չի խոսքը, իր դասական Ombre Leather-ի մասին է խոսքը, բայց դա մի քիչ ավելի կոպիտ է, մի քիչ ավելի դեպի տղամարդու կողմ է տանում, սա ինչ որտեղ ես պատկերացնում եմ, որ կարա նաև լինի դեպի ունիսեքս տարբերակ, չնայած սա էլ ես մենակ իմ կամ մենակ տղամարդու վրա եմ տեսնում, բրենդը ցույց է տալիս, որ ինքը ունիսեքս տարբերակ է, չնայած դրան, որ ես ոչ մի կնոջ մոտ, ոչ մի կնոջ վրայից այս բույրը չեմ զգացել, չեմ կարող ասեմ ինչ ձև կարա բացվի աղջկա մաշկի վրա։ Եթե հավանում եք նման տարբերակներ, նույն բրենդից կարող եք նայել մի քիչ ավելի ցածր գնային սեգմենտից Ombre Leather տարբերակը։ Եվ ամենավերջում Tom Ford-ը ինքը դիզայները այս բրենդի ցանկացել է ինչ-որ կոպիտ, բրուտալ, ինչ-որ կենթանական նոտաներով կոմպոզիցիա, որը միևնույն ժամանակ կլինի անսահման սեքսուալ։ Ինքը ստացել է այդ